Գիտեք, բարև ձեզ, բարև բոլորիդ, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, այս վերջի ժամանակները արդեն դա այնքան է սկսել կրկնել Արցախի հետ կապված, Արցախի կործանման հետ կապված, Արցախը ոչ հայկական լինելով բանով, որ մեր մեծամասնություն ժողովրդի խոսքի արդեն ուշադրություն չեն դարձնում կամ անդրադառնալով ես ասեմ մեծամասնությունը սենց մեր ասացվածք է, ասում Արցախի ցավը պկատ գնա։ Մեր ժողովրդի մեկնաբանությունները այ ամեն որ ասում մի բառ խոսելուց Արցախից էլ չեն ասում խի ասեց, էլ չեն ասում ինչ իրավունք ունի ասելու, էլ տենց բան չեն ասում են Արցախի ցավը պկատ գնա։ Այ էդիա, հիմա այդ Արցախի ցավը մենք բերելու ենք ընձևի իրան մատուցենք, որ իր հենց իրան պկանել կենա։ Այդ դրա հետ կապված։ Հիմա այդ քարոզարշավի հետ, որ այս ամենօրյա ռեժիմով ուր գնում է Արցախ։ Արա ինչ ես ուզում դու այդ Արցախով ժողովրդին համոզես։ Արցախը կործանել ես, Արցախին դավաճանել ես, այդ վախը քո մեջից հանելու համար դու չգիտես ինչ բառեր օգտագործես, դու ոնց որ մի հատ աննորմալ տրամաբանող բան լինես, դու գիտես թե բառերով են Արցախը մոռանում, գիտես թե տես քարոզությունով են Արցախը մոռանում, կամ էլ քո այդ քարոզության այդ Արցախ բառը օգտագործելով կամ ինչ Արցախ, դու սկի Արցախ բառը վախումել ես օգտագործես, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ բառը որ մերը չի եղել, մենք դեղ չենք ապրել, հայությունը դե չի ապրել, բայց սաղ աշխարհը, սաղ մեր հայությունը, մեր պատմությունը, մեր Պապերի, մեր նախնիների բոլոր իրանց որ ասում եմ անցած բոլոր պատմական այդ էջերը դու գիտես թե մի 2 րոպե 3 րոպե այդ ժողովրդին այդքան ես էշի տեղ դնում որ քո բարերի հիման վրա պիտի դրանք որոշեն Արցախի վաղվա ճակատագիրը, Արցախահայության իրավունքների հետ կապված կամ Արցախի հիմնախնդիրի հետ կապված իրոք այդ ձևակերպումը ո՞ս, հա ուզում ժողովուրդը այդ միջև այդ որ վերընտրվել ես այդ բարերով, սուտ խոստումներով, սուտ թեզերով Արցախի վերա բանը, որ ասում է Հադրութի Շուշի բանը, ազատագրումը, մնացած բաներով էլի սուրտ Արցախահայություն իրանք որոշում Արցախը հայկական լինելու, այսօրվա պարագայում էլ դու քեզ հակ ասելով ժողովրդին գցել ես միանգամից մի մեծ շփոթմունքի մեջ, բա մի օր ես էիր ասում, մյուս օրը ուրիշ բան էիր ասում, այս սուտասան, այն նիգադյայներ, գիտեք թե խուսափելու եք ձեր պատասխանատվությունից, Արցախի հարցը դուք մոռացության եք տալիս, մենք բոլորս գիտեք, ձեր հանցագործության հետքերը բանանելու համար, որ ասում եմ, խուսափելու համար, ձեր դավաճանության այդ արած գործերը բանանելու համար, որ ասում եմ, ջնջելու համար, հենց դրա համար եք դուք Ալիևի հետ միասին Արցախի հարցը ուզում փակեք, հենց դրա համար մենք էլ շահագրգռված ենք, մենք էլ գնալու ենք բոլոր այդ հարցի պատասխանատուների հետևից, որ միջև չտեսնի ազգը ժողովուրդը այդ պատասխանատուները պատիժ կրած, այդ ժամանակից հետո այդ նույն ազգն էլ որոշում է կայացնելու իր հետագա անելիքները, իր պատմական հայրենիքի մի մասը վերադարձնելու իմաստով։ Դա չեմ ասում մի օրվա, 2 օրվա, բոլորս էլ հասկանում եք, պետք չի որ Արցախի անունը տալով մի հատ մասակ է, սարսափում եք միանգամից դողներդ մեջն է լցնում, հաշվի չառնելով որ թուրք արդեն դեր դուրն է ծեծում։ Արցախը լինելով հայկական, Արցախը որ եղել է, այդքան վախվխորած չեք եղել հիմիկվա իրավիճակում, չեք եղել, համարձակ խոսում եք, բոլորն էլ խոսում եք Արցախի մասին։ Արցախը լինելու ժամանակ բոլորը խոսում եք, հպարտանում եք Արցախով։ Հիմա Արցախը չկա, սարսափում եք։ Դողերն գելա մեջը Արցախի անուն տալով, որ պատերա, դա խնդիրը Արցախի մեջ չի, խնդիրը ղեկավարության մեջ է։ Խնդիրը այդ խայտարակ ներկայացուցիչների մեջ է, այդ հանցագործ խմբերի մեջ է։ Խնդիրը ժողովուրդ այն մասայի մեջ է, ով իր արժանապատվությունը, իր հայ լինելը չի կարողանում կամ պատրաստ չի պայքարելու կամ պատրաստ չի դրա համար, որ պետք լինի զոհաբերելու էլ։ Հիմա կամ Արցախի համար զոհված, կամ Սյունիքի համար զոհված, կամ վաղվա որ ինչ որ սպառնալիքներ լինի Հայաստանի տարածքներում, դա ինչ կապ ունի, ինչի համար ես քո զոհաբերում կամ ինչի համար ես պատրաստ պայքարելու։ Սա խնդիրը գնում է հայ արժանապատվության մասին, հայ լինել չլինելու համար, քո կրոնական ամեն մեկից ժողովուրդ կրոնական պատկանելիության վտանգն է, որովհետև դու պատմական թշնամու հետ ես կռիվանում, որովհետև դու պատմական թշնամու հետ ես գործ ունենում։ Դու մնացած են խաղաղությունը, առևտուրն, ամեն ինչ կա չկա, որ խոսում են, ձեզ փորձում են դրանց խաբելով, ես միշտ այդ բառը ասել եմ, թուրքի ձեռից վերցնող հացը կամ թուրքից օգտվելով այդ ինչ որ բանը
դա վերջում մեր գլխին հարամում է պատմական թշնամին այս տարածքում որ չի ուզում հայը տեսնի զարգացած, ուժեղացած, լավ ապրելակերպով, ինչ հարաբերությունների մասին եք խոսում, ինչ խաղաղության մասին եք խոսում, ինչ բարեկամության մասին եք խոսում, ստեղ մենակ կարակ այդ բարեկամությունն է, խաղաղությունն է, ինչ կա չկա թելադրելով անեք, թելադրելով դու հաղթող պիտի լինես, քեզ պիտի դրսևորես որպես ուժեղ ազգ, սա որ ասում եմ ասելու բան չի, սա ազգային հարաբերությունների մենակ հետ կապված չի, ընդհանրապես կյանքում ապրելով որպես տղամարդ, կյանքում ապրելով որպես մարդ, դու եթե քեզ չես ցուցաբերում քո էությունը, քո ուժեղ լինելը, քեզ հետ ոչ մեկը հաշիվ չի նստում, քեզանից միշտ թալանում են, քեզանից միշտ փորձում են պոկեն, նույն իրավիճակն է ստեղա արդեն ազգային իմաստով, ազգային սկզբունքներով։ Հիմա ես կխնդրեմ մի հատ նկար տեղադրեք, ես այս վերջի ժամանակները ինձ ուղարկել է մի հատ սայթ, թուրքական սայթ է, մի հատ Սերիկա Պադոնոկ, այս այդ նկարը տեղադրեն, ես ասեմ, մի հատ Սերիկա Պադոնոկ մեր իմ անձամբ իմ գյուղում ապրելով, ու ցույց է տալիս, դեղ նկարներ է տարբեր տեղադրում, չէ, մույուսու մի հատ սկզբից, էսի սրա մասին է, բայց կան, էս իմ հոր-մոր գերեզմանն է, ժողովուրդ, վերջի ժամանակ ես դուրս գալուց, ես գնացել եմ հոր-մոր իմ գերեզմանում ոչում, նստել, խոսել, շփվել, ինչ անեք, այնձևի իրավիճակա, որ ասում եմ, բարերել չեմ գտնում խոսելու, հիմի հաջորդ նկարը մի հատ ցույց տուր, հաջորդ նկարը, չէ, մի հատ այդ քանդած բանը, ես գերեզմանը քանդած, այս մեկը, այս էլ հիմի այդ գերեզմանն է, իմ հոր, իմ մոր գերեզմանն է, Նիկոլ, քեզ եմ ասում, իմ հոր, իմ մոր գերեզմանը քանդած, իմ աչքիս առաջ թուրքը ցուցադրում է, դու եկած ստեղ քարոզարշավ ես տանում, ասում ես խաղաղություն, այդ խաղաղությունը ես նորից եմ ասում, քո Ալիևի, Ալեն Սիմոնյանի, այդ աղդամեցի Ալեն Սիմոնյանի գլխին տես ոնց է հարամելու, այս նկարը ձեր աշկն է կողելու, այս դրան դուք պատասխան եք տալու, իմ պայքարս այսօրվա պարագային որպես արցախահայություն, ես սրա համար եմ պայքարում, սրա համար, որ քո ասած խաղաղությունը, որ ասում ես գալիս են բարեկամ, էսա բերած խաղաղությունը, սրանով են իրեն գալիս խաղաղություն, բարեկամություն, հարաբերությունները, ժողովուրդ դուք էլ նայեք, բոլորիդ գերեզմանները, բոլորիդ հիշատակված վերասմա ձեր անցյալներին, այս բան ասպարնում, նորից եմ ասում, սա ձեռագիրը, բանարաշ չի, սա ձեռագիրը, պատմական թշնամու ձեռագիրն է, Հիմի ես այս քանը ինչի համար եմ այս ցավալի բաները ներկայացնում, այդ ցավով տառապած, այդ ցավով անցավ ես մարդ եմ, հիմի այդ ցավով էլ մենք ապրում ենք ու այս մեր հազարավոր արցախցիները որ ստե գտնում են, ամենօրյա ռեժիմով տեսնում եք, եկեղեցիներ են քանդում, գերեզմաններ են քանդում, ինչ կա չկա ժողովրդին են կպնում, ղեկավարության չեն կպնում, ինչ որ մարդկանց բացթողումների կամ սխալների հետ կապված բաներին չեն կպնում, ժողովրդին են անձամբ կպնում։ Ալիևը ասում է ռևանշիստների ինչ որ խումբ է ձևակերպում կամ Հայաստան, այո, ես ռևանշիստ եմ։ Ես դատավճիռ եմ կայացնելու պատմական իմ թշնամուն, այս ձեռագիրը ովարել է իմ ծնողների նկատմամբ, ես ռևանշիստ եմ։ Ես որ ասում եմ միջև այդ պատիժը չտենեմ հակառակ թշնամու նկատմամբ, ոչ մի խաղաղություն այդ թշնամու հետ չլինելու։ Ու դրանք էլ թող փորձեն ոտները դնեն մար Հայաստանում։ Դրանք էլ թող փորձեն ոտները դնեն մար Հայաստանում։ Արդեն կտենան, ինչա ինչոցա։ Ժողովուրդ ինչի մասին եք խոսում, ինչի մասին եք մտածում, ինչ քարոզարշավ, ինչ ընտրություններ, սա պատերազմ է։ Ռադները վռնդեցեք սրանց, ժողովուրդ սրանք դարդ են մեր գլխին, մենակ սրանք ցավ են մենակ մեր գլխին բերողը։ Սրանց բոլոր ղեկավարման ժամանակահատվածում մենք աղետի բան չունենք, սահման չունենք, օրեցօր, ամիս, տարի շարունակվում է։ Սրանց պիտի պատիժն է մենակ, սրանց մենակ պատիժն է, որ ասում է սրանց դեմը առնելու։ Ուրիշ ես բան ասելիք չունեմ, այս նախընտրական ժամանակներն է, թե այս քարոզարշավի ժամանակները, աչքներդ բացեք, նորից եմ ասում, իմ բարերից չի, տեսեք տեսարաններն է, տեսեք մեր նկատմամբ ոնց են վերաբերում։ Այս սերիկաները, որ գնային ադրբեջանական ինչ-որ մի հատ տարածքում քարոզարշավ բանանեին, հենց իրենց դե քաղաքապետ, գյուղապետ միանգամից կդառնային։ Ես լուրջ բան եմ ասում, սրանց քարոզարշավը որ այսօր լսում ես, ոնց որ թուրքը դրսից եկած լինի, մեր հողում, մեր տարածքում քարոզարշավ է բանանում։ Ոչ մի հայանպաստ, ոչ մի այն մնացած խոստումները, սուտ-մուտ թեզերը, սրանց երևույթն է, սրանք իրենց բանով են։ Հիմա ես սրանից մի քանի
բան առաջ են մգեր Արմենիա կար, անդրադարձա դրա այդ պահվածքով, դրա այդ դրսևորումով, ես մեկնաբանեցի իր պահվածքը, անձամբ ես իրան ծանոթ լինելով, ասել եմ մգեր Արմենիա, քեզ ես տեսել եմ ուրիշ ընդդիմադիր դաշտում, Նիկոլին անձամբ դու, կամ ես իշխանությանը անձամբ դու վիրավորելով, անձամբ դու դատապարտելով, մեկ էլ մի օր տեսնում եմ դու դրանց կողքը կաղնած ու դրանց ես գովաբանում, իմ ասած բարերս, հիման վրա վերցրել ես ինչ-որ տարբեր տեղեր, բաներ ես տեղադրում, իմ մասին էլ անվանելով Անժելայի բիսետկայից խոս, այ ախպեր, ավելա լավ է ես Անժելայի բիսետկից արժանապատիվ հայի կերպարով խոսամ, կամ քո նման ծախված, քո նման այդ որիտ էլ որ վարդեն է կամ սիրտեն է արդեն կպցրել, դրա մասին էլ եք տեղյակ, արդեն հասել է դրա մասին, դու մի հատ պատճառը ասա տենեմ ինչի համար ես անցել նիկոլականների կողմը, ես պատճառը գիտեմ, արդեն պարզաբանել եմ քո շրջապատից, եկա պարտքերի տակ ես եղել, եկա փողի տան կորուստի տուներ, բան կար, որ տունը կարող է կորցնել, գնացել ես այդ քայլին, ասել են ինձ դրա մասին, բան նիգաձայ մարդիկ երեխեք են զոհաբերել, այ պադոնոք մարդիկ երկիր են կորցրել, չկարողացան իրանք այդ փողի զոհ դառնային, այդ քո պատասխանն եմ ասում, էսի կարայի չանդրադառնայի, բայց քո կերպարով այդ եվրոպական կերպարով էլի, որ արդյոք նորից եմ ասում, որից սիրտ են արել, արդեն սիրտ են երևի կպցրել էլի, դրանով դուրս եկած հպարտանալով խոսում, երկու երեսանի մեր դեմը կայնած հպարտանալով Արցախի մասին խոսում ես կամ արցախցիների մասին խոսում ես, այսօր եկած դու դրա հետ քայլում ես, այ դու դրա պատասխանը տուր, այս մեկի բիսեդկայում եմ, ես որտեղ էլ ինչ խոսեմ, թե քո են շփման ժամանակ խոսելուց ես իմ բարերի տերն եմ միջև օրոս, թե ամեն տեղ, բայց դու չէ, այ մենք դրանով ենք իրարից տարբերում, այ հայն էլ է, իսկական հայն էլ է դրանով տարբերում, որ տղամարդ մարդը միշտ իր խոսքի տերը պիտի կաղնի, որ իսկական հայը միշտ պիտի սրբությունների արժանապատվության արժեքներով առաջնորդվի, ոչ թե շահը օգուտ կամ էս, այ դրա զոհն եք դարել, այ նիգաձայ, դրա համար եմ ասում, մի գնացեք արա, վաղ ես երկրում ես հողում ապրելու համար, որ գոնե լա մի հատ տեղ ունենա, կամ էլ վրա քայլելուց լա գլուխները քաշած բանարած չքայլեք, այդ էլ քո փայում, մնացած են երաժիշտներին կամ մնացած են ներկայացուցիչներին, էլի նույն բանը վերաբերվում է, Արցախի անունը չտակ պադոնոկներ, Արցախի անունը մեկից բերանից լսեմ էսի, ամեն ձևի հայհոյելու եմ, սրիկան էլ Արցախը դարձրել եք ձեր համար բանի առարկա, որտեղ պետք է օգտագործում եք ձեր երեսը թասիբը մի քիչ ձևակերպելու, ուրիշ մի տող էլ որ պետք է փողի, որ ասում է ինչ-որ շահ կա կամ բան կա, դրա հիման վրա, այդ ձեր պահվածքն էլ էդիա, չէ, մաքրվելու է, նմանատիպ մարդիկ, նմանատիպ պադոնոկները, հա մեր մշակույթից է մաքրվելու, հա մեր ժողովրդի, մեր ազգի մեջից է մաքրվելու, այս ընտրությունները, գալիք ընտրությունները, նորից եմ ասում ժողովուրդ, եթե դուք չգնաք այն ընտրությանը, որ դուք վաղվա օրը ուզում եք տեսնեք ձեր իսկական իրական հայի կերպարը, նորից եմ դուք ամեն մեկը դավաճանում եք ձեզ, Արցախը դրեք մի կողմ, ներկա ժամանակներից եմ խոսում, թուրքմացման ծրագիր է գնում, թուրքացման հասկանում եք դա ինչ վտանգ է, մարդիկ սաղ աշխարհն են դրա մասին խոսում, սաղ աշխարհի ղեկավարներ են ոչ թե ծաղրում, այլ զարմանքով նայում են մեր ազգի, մեր ժողովրդին, ասում են, ի՞նչ է կատարում այս ժողովուրդը հետ։ Հին ազգ, որ ունի հին հազարավոր տարվա պատմություններ, այսօր եկել է հասել մի իրավիճակի, որ այդ ազգը ինքը իր ձեռով է տանում կործանման, ոչ մեկը մեզ չի ստիպում, մենք ենք անում, մենք ենք գնում այդ կործանման, հիմի ունեք այսօր բոլոր հնարավորությունները, ընտրելով արժանապատիվ ղեկավար, ընտրելով իսկական հայի, ընտրելով ղեկավարին, մենք որ հպարտությունով դրա մասին խոսենք, ամաչելով չխոսենք, Էսա քանի տարի է հենց ամեն ինչից խոսում եք, գալիս եք հասնում ղեկավարի մասին մեկնաբանելու, կամ պիտի քֆրտես, կամ պիտի հայհոյես, դե ուրիշ ձևի չի ստացվում։ Դա մոտ չի, հերիք չի, ինչա, մեզ չենք բանարել, մեզ որ ասում ստիպել են, մեզ բերել են այդ իրավիճակին հասել։ Հիմա մեր իրավունքները խլողը, մեր իրավունքները վաճառողը, այսօր բերանը բացում է, խոսում է բանի մասին, Արցախի հարցի փակման մասին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին, կամ վաղվա ապագայի մասին, դուք պատկերացրեք ինչքան մարդ պիտի, ոնց ասեմ, որ ասում է, բանից կտրված են, էլի մարդկային սկզբունքներից, էլեմենտար, ազգային սկզբունքներից կտրված են, որ իր ժողովրդի մի մասը, որ զոհ է դարել պատմական թշնամուն, ստիպի կամ էլ բանանի փորձի տանի այդ ժողովրդին սուտ ուղղությամբ կամ շուտ ճանապարհով մոռացության տալ խոսքի այդ մարդու իր պապական իր բնորանը, իր հայկական Արցախը
հայկական լինելով դա մենակ արցախցիներին չի եղել։ Եկեղեցիները, որ քանդում են, դա արցախցիների եկեղեցիները չեն, դա հայ ազգի, մեր հայ առաքելական եկեղեցու, մեր կրոնական պատկանելիության այդ սրբություններն են։ Ինչ կապ ունի, ինչ եկեղեցի որտեղ են քանդում։ Հիմա ամեն տարածքում որ եկեղեցին քանդում են, կամ դա կապ ունի մենակ այդ տարածքի ժողովրդի։ Ստեղ գիտեք, ես այսքան բառեր օգտագործելով նորից եմ ասում ու ասում, ես ոչ թե ուզում եմ ձեր մեջ արտնացնեմ ինչ որ հասկանալի զգացմունքներ կամ արժանապատվություն, ես ասում եմ սա շարունակական է լինելու, գալու է ձեր դռները ծեծի։ Ցավոք սրտի ես այդ վտանգը տեսնում եմ։ Արա մի հատ ղեկավարը ինչա որ չեք կարող վռնդեցնեք, մի հատ նորմալ վերածնվեք, նորմալ էլի մեր ազգի պատիվը, թասիբը բարձր պահենք։ Այդ անտեր փողը մտավ բոլորի ջեբը, բոլորի տները, հիմա այդ փողը մտնելով դեր ջեբը, ձեր տները, այդ փողով էլ ձեզ վաճառում են նորից, հասկանում եք դուք։ Այսօրվա իրավիճակում մենք նորից եմ ասում, ունենք բոլոր հնարավորությունները, ընդդիմադիր այդ ներկայացուցիչներին էլ եմ ասում։ Ունեք, ես տենում եմ հանրության կողմից, ժողովրդի կողմից, որ մեծ աջակցություն կա ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր այդ առաջնորդներին։ Շարունակեք նույն ձևի, բայց ավելի կրկնապատեք աշխատանքները հանրության ժողովրդի հետ։ Շփվեք, ժողովուրդը այդ պակասությունը ունի։ Ժողովրդին բերեք մի հատ համախմբված դաշտում, մի հատ ազգային ուժ ձևակերպենք, կգա այդ ժամանակը, ես նորից եմ ասում, կտեսնենք սրանց իրենց վախից, իրենք իրենց են խփելու, իրենք իրենց են սպանելու, չի գալու հասնի այդ պատիժը, որ մեկը գնա իր ձեռքերը կեղտոտացնի սրանց նմաններին։ Հենց իրենք իրենց ձեռով էլ իրենց դատավճիռը կայացնելու են, ես ասում եմ։ Այսքան ժամանակի ընթացքում նորից եմ ասում, քանի օրվա հարցերա, երկու շաբաթվա հարցերա, ունենք ճակատագրական որոշումներ կայացնելու բոլոր այդ պահերը, այդ պայմանները։ Սիրելի արցախցիներ, ես էլ ձեզ նորից եմ ասում, ուշադրություն մի դարձրեք մի քանի զիբիլ արցախցիներ, որ աջակցում են կամ էլ էդի զիբիլը, մեր մեջին էլ դա էլ մեր զիբիլներն են։ Ոչ մեկը նորից եմ ասում, չընկճվեք, չկոտրվեք, Արցախի հարցը ոչ մեկը չի փակելու, այս սրամ է մի ասած բառին էլ կամ էլ ինչ որ մտքերին էլ ուշադրություն մի դարձրեք, որ ասում եք, ցավը պկատ կինա։ Այդ խոսքերով էլ բանարեք, որ ասում թող գնան ռադները քաշեն։